Մինչ մերձավոր արևելքում լարվածությունը չի թոթափվում եւ բանակցություններին զուգահեռ քննարկվում է Իրանին հարվածներ հասցնելու սցենարներ, այս օրերին մեր հարևան երկրում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը այցը դիտարկում է եւ երկկողմ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ մշակելու հարցով եւ Իրանի համար զգայուն ժամանակահատվածում Թեհրանին ուղերձներ փոխանցելու ու վերահաստատելու հայկական կողմի դիրքորոշումը։ Այնուամենայնիվ իրանական կողմը բավականաչափ զգայուն է այս փուլում հարևան երկրների եւ իր հակառակորդների միջև համագործակցության հարցերում։ Իրանի համար շատ զգայուն է Միացյալ Նահանգների ակտիվացումը հարավային Կովկասում եւ ընդհանրապես Իրանի հարևանությամբ Իսրայելի գործողությունները էլի Իրանի հարևանությամբ եւ բնականաբար այս ամենը ստեղծում է ձևավորում է օրակարգ հարևանների եւ Իրանի միջև, որոնք բարբերաբար տարբեր հնարավորությունների դեպքում վերահաստատում են իրենց դիրքորոշումները Իրանի հետ կապված գործընթացներում։ Մենք նշեցինք Պապիկյանի այցը Թեհրան, բայց օրինակ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում հենց իրանական կողմն էր որոշակի նախաձեռնողականություն ցուցաբերել փոխարգործնախարարն էր Իրանի այցելել Ադրբեջան, ապա պաշտպանության նախարարն էր այցելել Ադրբեջան, այսինքն փորձ է արում իրանական կողմից մաքսիմալ վերահսկելի պահել հարևանությամբ այն երկրները, որտեղ կա կամ կարող է լինել իր հակառակորդների որոշակի մակարդակով ներկայություն։ Փորձագետի կարծիքով մեր զինված ուժերի սպառազինությանը ներդաշնակ եւ որակյալ զինատեսակների ձեռքբերումը բնականաբար առաջնային կարեւորություն պետք է ունենա երկկողմ օրակարգում, հաշվի առնելով աշխարհագրության հանգամանքը։ Պետրոսյանն անդրադառնալով օգոստոսի 8-ից Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ինստիտուցիոնալիզացմանը եւ Միացյալ Նահանգների տարածաշրջանային ներկայությանը կարծիք հայտնեց, որ դա Իրանի ուշադրությունը կենտրոնացնում է նաեւ մեր երկրի ուղղությամբ։ Նրանց հայտարարություններում ակնհայտ հետևյալ ուղերձը կա, որ Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի նկատմամբ վստահության հարցը չի քննարկվում։ Անվստահելի են իրենց հակառակորդները, որոնք ամրապնդում են իրենց դիրքերը Իրանի հարևան երկրներում։ Նույն համատեքստում էլ այս նշածս գործընթացներից հետո, այսինքն Միրզոյանի այցը Վաշինգտոն, հետո ամերիկյան մի քանի պատվիրակությունների այցը Հայաստան, հետո հատկապես փոխնախագահ Վենսի այցը տարածաշրջան եւ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև անընդհատ սրվող փոխհարաբերությունների համատեքստում իհարկե որոշակի պարզաբանումների եւ կրկնում հայկական կողմի դիրքորոշումը վերահաստատելու անհրաժեշտություններ առաջացրել, որը տեղի ունեցավ Պապիկյանի միջոցով հաշվի առնելով թե նրա պաշտոնը, դիրքը Հայաստանի գործադիր մարմնում եւ իհարկե իշխող քաղաքական ուժի հենց ուրեմն շրջանակում։ Խոսելով Հայաստան-Իրան հնարավոր լայնածավալ զորավարժություններից, ինչի մասին Հայաստանում Իրանի դեսպաններ հայտարարել, Պետրոսյանը դրանք դիտարկում է ոչ ավելին, քան սահմանային, հակաահաբեկչական գործողությունների եւ հումանիտար հարցերի կոնտեքստում։ Չեմ կարծում, որ ավելի ինչ-որ լայն բովանդակությամբ զորավարժություններ հնարավոր են եւ վերջին ամիսների ընթացքում հունվար փետրվար ամիսների ընթացքում մենք տեսնենք, որ իրանական կողմը տարբեր երկրի տարբեր հատվածներում զորավարժություններ անցկացնում է։ Այս պարագայում էլ այդ քննարկումը կարող է լինել, բայց իհարկե այստեղ էլի կրկնում զգայուն իրավիճակը մենք նշում ենք անընդհատ Իրանի վերաբերմունքի եւ դիրքորոշման մասին, բայց շատ կարեւոր է հաշվի առնել նաեւ Միացյալ Նահանգների հանգամանքը մոտեցումները եւս Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ եւ այստեղ էլ այսինքն որևէ կերպ չպետք է լինեն այնպիսի ուղղություններ համագործակցային, որոնք կարող են խնդիրներ առաջացնել օրինակ լիցուկ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որովհետեւ այս ուղղությունն էլ շատ կարեւոր է Հայաստանի համար եւ ամենահեռանկարային փաստացի այս պահին ուղղություններ թե տնտեսական, թե ռազմավարական, թե քաղաքական, թե անվտանգային մակարդակներ
Պետրոսյանն ընդգծում է, չափազանցված են պնդումները, թե Իրանը կարող է այս պահին հրթիռներ պատրաստել, որոնք կարող են Միացյալ Նահանգներ հասնել։ Այնպիսի հերթներ, որոնք կարող են տարածաշրջանում Միացյալ Նահանգների ցանկացած ռազմաբազա խոցել եւ կամ ցանկացած դաշնակցի խոցել, այդպիսի հերթներ Իրանն արդեն ունի։ Եվ սա է հենց անվտանգային կարևոր խնդիր արդեն Միացյալ Նահանգների դաշնակիցների, հատկապես Իսրայելի կողմից բարձրացված ուղղված Իրանի դեմ, եւ դրա համար էլ իսրայելական կողմը անդադար պնդում է, որպեսզի հերթրաշինական ոլորտը ներառվի երկկողմ բանակցություններում։ Ինչ վերաբերվում է հիմնական հարցին, արդյոք աշխարհը ականատես կլինի Իրան-Միացյալ Նահանգների առճակատման, փորձագետը շատ ավելի մեծ համարեց նման հավանականությունը, թեկուզ սահմանափակ հարվածներով։ Պատճառը, որ կարող է չլինել ռազմական առճակատում, դա Իրանի կողմից միակողմանի զիջումների գնալն է եւ ընդունելն է Միացյալ Նահանգների պահանջները, որտեղ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ գնալ փոխզիջման, նրա մոտեցումները վերջնագրային են։ Իսկ եթե իրանական կողմն էլ ընդունի այդ պայմանները, որոշակի զիջումներ կլինեն իրենց հռչակած կարմիր գծերից, դա էլ կարող է թե հեղինակության առումով արտաքին իմիջի եւ թե ներքին իմիջի առումով լուրջ վնաս հասնել Իրանում գործող վարչակարգին։ Այնուամենայնիվ, ինչպիսի բնույթ էլ կրի ռազմական գործողությունը, զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի համար որևէ լավ սցենար չի կարող լինել, եւ Միացյալ Նահանգների հետ խորացող հարաբերությունների պայմաններում այդ նուրբ թելը հավասարակշռելու հարցը շատ կարեւոր է։ Գեղամադյան, Ararat News։